Այս տարի Գևորգյան հոգևոր ճեմարանը 11 շրջանավարտ ունի։ Ճեմարանի 2025-26 ուսումնական տարվա փակման հանդիսությունն է։ Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո հնչում է Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգը։ Երաժշտությունը Խորեն Մեյխանեջյանինն է, խոսքը Հայկազուն arczepiskopos Աբրահամյանին է։ Հանդիսության համերգային մասն ավանդույթի համաձայն կատարում է հաստատության սաներից կազմված երգչախումբը։ Փակման արարողությունը նաև առիթ է, որ ճեմարանականները դրսևորեն իրենց շնորհները։ Ճեմարանը կրթական հաստատություն լինելուց զատ միջավայր է, որտեղ ուսանողն իր հնարավորություններն է իրացնում։ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի հոգևոր տեսուչ Տեր Հուսիկ Աբեղասմբատյանն իր ելույթում ազդարարեց ուսումնական տարվա ավարտը։ Հայր Սուրբն անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի առաքելությանը, ընդգծեց, որ ավելի քան 1.5 դար կրթօջախը եղել է հավատքի, գիտելիքի, ազգային ինքնագիտակցության, բարոյական արժեքների և եկեղեցական ավանդության պահպանման ու փոխանցման կարևոր օջախ։ Հայր Սուրբը նշեց, արդի բարոյական, հոգևոր և արժեքային մարտահրավերների պայմաններում եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի կրթված, աղոթասեր, խոնարհ և անձնվեր սպասավորների, որոնք իրենց ծառայությամբ կզորացնեն հավատացյալներին։ Սիրելիներ, ձեր առջև բացվում է ծառայության պատասխանատու ճանապարհ։ Միշտ հիշեք Տիրոջ խոսքը։ Ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի։ Եկեղեցու առաջնորդությունը նախ եւ առաջ սիրո, խոնարհության եւ անձնվեր ծառայության ճանապարհ է։ Թող ձեր ծառայությունը դառնա կարևոր ներդրում մեր եկեղեցու զորացման եւ մեր ժողովրդի հավատքի ամրապնդման գործում։ Ուսումնական տարեշրջանը եզրափակեց 67 ուսանող, որից 11-ը 6-րդ լսարանի սաներն են, ճեմարանի շրջանավարտ, արդեն ձեռնադրված սարկավագներ։ Մոտեցել է այդ օրը, որ ես հրաժեշտ եմ տալիս ճեմարանին, որի համար թե ունեմ ուրախություն և թե տխրություն, որ այդ ջերմությունը, այդ ընկերների հետ անցկացրած ժամանակը էլ չեմ կարող ունենալ, իսկ ուրախությունն էլ այն, որ ես այդ ամբողջ գիտելիքը եւ այդ ամբողջ հուշերը իմ մոտ ունեմ, իմ ներսում ունեմ եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում վստահ եմ, որ ճեմարանի անցկացրած ամեն մի օրը, ամեն մի դասը, թե կյանքի, թե ընդհանուր գիտելիքի առումով ինձ միշտ աջակից կլինեն եւ ամենակարևորը իմ հոգեվոր ապրումները ես մեծավ մասամբ ապրել եմ եւ զգացել եմ Գևորգյան հոգևոր ճեմարանի պատերից ներս։ Կարոտելու ենք այդ դասընթացներին, որոնք այլևս չեն լինելու, դասախոսների հետ շփումները, որ շատ մեզ օգուտ տվեցին եւ ամենաշատը կարոտել ենք մեր հոգևոր եղբայրներին, որ միասին 6 տարի կիսել ենք ճեմարանի բոլոր թե ուրախությունները, թե դժվարությունները։ Մենք ճեմարանի պատմության մեջ միակ լսարանն ենք, որ 6 տարի անցկացրել ենք Վազգենյան հոգևոր դպրանոցում, Սևանում, եւ որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում վեհապար Տիրոջը։ Գիտենք, որ վեհապար Տիրոջ օրհնությամբ է կառուցվել Վազգենյան հոգևոր ճեմարանը եւ իրոք Սևանը մի վայր է, որտեղ կարողանում ես առանձնանալ եւ միայնության մեջ տրվել գիտությանը, սիրուն առ հայրենին, առ Աստված եւ առ մեր եկեղեցին։ Երբ երեկոյան գլուխս դնում էի բարձին, տարբեր մտքեր էին, այսպես ասած, փոթորկում միտքս, որովհետեւ ճեմարանական 6 տարիների ավարտը այսօր արդեն ազդարարեցինք, դա նշանակում է մի ամբողջ կյանքի ավարտ ու մի ամբողջ նոր կյանքի սկիզբ։ Նոր պարտականություններ, նոր պատասխանատվություններ եւ միաժամանակ նոր հնարավորություններ ու նոր ձեռքբերումներ են ինձ սպասում հուսամ, դրա համար շատ հուզված էի, փոքր-ինչ լավ էլ անգամ չեմ քնել։ Ուսումնառության մեջ առաջադիմության համար սաները Հայոց Հայրապետից նվերներ ստացան։ Երբեմն ինձ հարցնում են, թե ինչպիսին են ճեմարանականները, նաև դասավանդում եմ այլ վայրերում, այլ բուհերում, եւ հարց են տալիս, թե ինչով են տարբերվում ճեմարանականները։ Շատ երկար եմ մտածել, սովորական երեխաներ են։
իրենց չարաճճիություններով, իրենց ուրախություններով, դժվարություններով, երբեմն ծուլությունով, բայց մի բան կա, որ տարբերվում է իրենք, տարբերվում են իրենց մտածողությամբ, իրենց հավատքով։ Հետո ձեզ ասեմ, Ճեմարանի պատերը եւ Վազգենյան դպրանոցի պատերը սուրբ պատեր են, օծված պատեր են։ Եթե նույնիսկ մեկը, որը չունի այնպիսի հավատ, մտնի այնտեղ, ես չեմ կարծում, որ առանց հավատի դուրս գա, հավատքով դուրս կգա այնտեղից միանշանակ։ Հարկ ենք վերառակում առամենակալն Աստված։ Միջոցառման ավարտին Նորին Սրբությունն իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց ներկաներին, բարձր գնահատեց Մայրաթորի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի նախանձախնդիր աշխատանքը։ Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է։ Ճեմարանի գործունեություն ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր հայրենիքի հոգևոր կյանքին եւ ազգային ինքնագիտակցությանը, մեր հավատացյալների արժեքային համակարգին։ Այս իմաստով մեր ակնկալիքներն ու պահանջները միշտ մեծ են մեր հոգևոր հաստատություններից։ Արդի աշխարհի գերարագ փոփոխությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը ամուր կարճած մեր հայրերի սրբազան ավանդությանն ու ազգային արմատներին հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին եւ համարժեքորեն արձագանքի իր հոտի հոգևոր կարիքներին ու պահանջներին։ Միայն այս ճանապարհով է հնարավոր ներկա հրամայականների ու դժվարությունների պայմաններում արդյունավորել մեր Սուրբ Եկեղեցու տիրավանտ առաքելությունը եւ կենաց խոսքի քարոզչությամբ լուսավորել եւ բարեզարդել հայ կյանքը։ Դիմելով դասախոսներին ամենայն հայոց կաթողիկոսը հորդորեց հավատարիմ Սահակ Մեսրոպյան դպրոցի ավանդներին շարունակել ջանադիր ու բեղուն աշխատանքով գիտելիքներ հաղորդել սաներին, զորացնել նրանց հոգևոր նկարագրով, ազգային գիտակցությամբ, ոգեշնչել մեր մեծանուն հոգևոր գործիչների լուսավոր օրինակներով։ Ազգային եկեղեցական անդաստանին նոր կորովի մշակներ հասցրել եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի նման քաչ հովիվներ, որպեսզի նրանք կարող լինեն ավետարանի խոսքով ոգեշնչել, մխիթարել եւ օգտաշատ սպասավորություն բերել մեր ժողովրդի զավակներին։ Նորին Սրբությունը Ճեմարանի սաներին պատգամեց անհագորեն ամբարել մատուցվող գիտելիքները, աղոթքով ու նախանձախնդրությամբ պատրաստվել Քրիստոսի սպասավոր լինելու մեծագույն կոչմանը։ Վեհափառ հայրապետը նաև ընդգծեց, որ սպասավորությունը ազգին եւ եկեղեցուն պահանջում է քաջարի ոգի, աննկուն կամք եւ հարկ եղած դեպքում ամեն զոհողության գնալու պատրաստակամություն։ Հոգևոր ասպարեզ մուտքգործելով ձեր հանձնարարության մեջ ամուր մնացեք հավատքով եւ աներեր մեր փրկչի ճշմարիտ վարդապետությանն ու կենարար պատգամներին հավատարմության մեջ, ով բնակվում է իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող, ասում է Տերը։ Առաջնորդվեք, սիրելիներ, Տերունի այս պատգամով եւ ազգային կյանքում հայոց եկեղեցու առաքելության կենսական կարևորության գիտակցությամբ, որպեսզի իբրև ապագա առաջնորդներ ու հովիվներ արժանավոր հաջորդները լինեք մեր Սուրբ Նախնյաց եւ ձեր ծառայությամբ լույս տուսերը առատացնեք մեր ժողովրդի զավակների հոգիներում։ Մեկ շաբաթից Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ սարկավագները հայոց հայրապետի տնօրինությամբ ծառայության կանցնեն Մայրաթորի տարբեր կառույցներում եւ բաժիններում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։